Թողնցանը նորմալ լինի, իմ նման կարիքավորներն էլ կարողանան օգտվել։ Մի ամսից էլ քիչ է մնացել ամանորին, բայց տոնին սրտատրոփ սպասող քաղաքացիները գնումների մասին դեռ չեն էլ մտածում։ Փող չկա, ասում են։ Ամեն ինչ օրորի թանկանում է, թոշակն էլ կոպեկներ է։ Փող չունեմ, գումար չկա։ Որտեղ գնամ ում գրպանները պլոկեմ։ Այդ 40,000 տանը մարորտուրան եմ, դու 2 ամիսը ո՞նց ես բանեղնեմ։ 36,000 բավարար է։ Ինչին բավարարի, տան բարդ տամ, թենես տամ, ոնց տամ, չգիտեմ, չեմ հասկանում։ Տեղի տանք, ինրատանք, նրատանք, թե այդ անենք։ Ծննդամթերքի գները տոնական օրերին ավելի են բարձրանում, գնաճը, որը չի մտահոգում իշխանությանը եւ դրա զսպման համար ոչինչ չի ձեռնարկում, շարունակում է մնալ քաղաքացիների անլուծելի խնդիրներից մեկը։ Օր-օրի վրա թանգանում է, օր-օրի վրա ես չգիտեմ ինչ, ու մեր աշխատավարձը եւ թոշակը ոչ մի ձև չի բարձրանում։ Թանկ այդ ցավը տանեմ, քանի թուրքն կա երկի, լավ էս քանել կա։ Այսօր մեր երկրում ամեն ինչ գնում է ընդդեմ ժողովրդի։ Սնդամետ դեր կլինի, թե ակուս կլինի, ամեն ինչ թանկացնում են։ Տոնական լույսերը վաղուց չեն արտացոլում իրենց առօրյա իրականությունը, ամանորյա տրամադրություն անգամ չունեն, ասում են քաղաքացիները։ Ինչ նոր տարի, արդեն նոր տարի է մնացել, որ նոր տարի։ Առաջվա նոր տարիները չէ, որ ուրախությամբ սպասենք ստենդե։ Դες Ղարաբաղ չէ, ամեն ինչ կորցրած։ Ոչ տունին է, ոչ բան է, ինչ նոր տարի։ Ինչով նոր տարի անեմ։ Տանը վարձը չեք կարողանում տալ։ Տրամադրություն չկա, ոչինչ չկա, չգիտենք ինչ է կատարվում մեզ հետ, լրիվ թուլացել ենք։ Թե տիեզերքն է մեր վրա ազդում, թե մեր կա իշխանություններն են ազդում, թե ինչ ենք անում, ինչ չենք անում, խառնվել ենք իրար։